Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Պարոն Բադալյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Բադալյան, խոսենք նախ այսօր երկրորդ նախագահի ասուլիսի մասին։ Դուք հիմնական ինչ մեսիջներ կառաջնացնեք։ Հարցազրույցը բավականին երկար ժամանակ ուրեմն գրավեց, մոտապես 3 ասուլիսը մոտ 3.5 ժամ, ընդհանրապես զուտ տեխնոլոգիական տեսակետից, այսպես ասենք, էլի խորհուրդ է տրվում, իհարկե իրանց գործն ինչքան կանեն, բայց խորհուրդ է տրվում, ասենք, որ շատ երկար չլինի, որ հոգնածուցիչ չլինի, մոտապես 2 ժամ, ասենք, նորմալ է, 1 ժամ արտաքին քաղաքականություն, 1 ժամ ներքին քաղաքականություն, որպեսզի միշտ մնա այսպես էլ որոշ հարցեր չպարզաբանված, որ ակնկալիք լինի հաջորդ անգամին նույնպես սպասելու 3.5 ժամը զուտ ֆիզիկապես դժվար լսել, սա իհարկե դա իրանց թիմի խնդիրն է, բայց ամեն դեպքում 2.5 ժամվա ընթացքում թե արտաքին թե ներքին քաղաքականության մասին հնչեցին որոշ տեսակետներ, այո, որոնց բավականին քննարկելի են, որոնց հետ կարելի էր համաձայնվել, որոնց հետ չէր կարելի համաձայնվել, կամ որոնք բաց մնացին, մասնավորապես հայ-իրանական հարաբերությունների մասին հարցը բաց մնաց, որովհետև մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներ իրան հակամարտությունը բավականին լարվում է, մենք չգիտենք ինչ ավարտ կունենա, ընդհանրապես Տրամպի քաղաքականությունը այնպեսին է իր մեթոդոլոգիան, այսպես գործարք ընկելու այս մեթոդոլոգիան, դա իր գրքում ինքը տպել է, որ ինքը խաղադրույքը խիստ բարձրացնում է, պահանջում է մաքսիմալ ինչ-որ ենթարկվածություն, եթե դու վախեցար, ինքը այլ ավելի մաքսիմալ ուրեմն բան պահանջում, եթե դու չվախեցար կանգնեցիր, ինքը իջացնում է իր պահանջը։ Հիմա Իրանը չվախեցավ այս անգամ, ու ոնց որ մենք չենք կարող ասել, ինչ կարող է լինի, կարող է այդ նահանջի, բայց սա ամեն դեպքում, եթե հանգած ռազմական գործողություն լինի եւ լայնամասշտաբ, դա մեր վրա ազդելու է։ Ցանկալի կլներ, որ այդ հարցազրույցի ժամանակ այս հարաբերությունները հստակեցնեն, որովհետեւ Հայաստանը այդքան շատ ազդեցություն ունի այդ միանշանակ մեզ վրա եւ դրա պատասխանները քաղաքական լիդերների կողմից կարեւոր է։ Որովհետեւ Իրանի դեսպանը մոտ մի 15 օր առաջ, երբ որ ինքը հայտարարությունից մի բան ասաց, ձեր մոտ կան լրատվամիջոցներ, որոնք ուրախանում են մեր երկրում իբր տեղի ունեցող ժողովրդավարական, դեմոկրատիայով, իրականում դա դեմոկրատիայի հետ կապ չուներ, դա սոցիալական խնդիր էր, որը փորձեցին օգտագործել այլ ուրեմն ուժերի կողմից եւ աշխարհական կենտրոնների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացավ դա ջարդել այս անգամ էլ այդ բացասական կողմը, իսկ դրականը բնականաբար սոցիալական խնդիրը կանի, բայց ինչ ասեց դեսպանը, ասաց, երբ որ շատ լրատվամիջոցներ դրա մասին ուրախանում են, չեք հասկանում, որ եթե մենք ընկանք, առաջինը դուք կտուժեք, նոր երկրորդը մենք կտուժենք, որոնք որ ընկել ենք, որովհետև եթե իրանք ընկան, բնականաբար մեր անվտանգության այս պայծառության միակ երաշխիքը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որի կոնկրետ իսլամական հեղափոխության պահպանման 4 կորպուս արաքսից հարավ կանգնած է, մեկը Նախիջևանի ուղղությամբ, մեկը Սյունիքի մարզի ուղղությամբ, երկուսը Ադրբեջանի այն մյուս ուղղությամբ, եւ եթե ադրբեջանական զինուժը, որ անդադ զինվում է, անդադ ուրեմն հզորանում է, տեսնի, որ եկել է առիթ, այսինքն Իրանը արդեն չզոհկացված է, միանգամից կմտնի այդ Միջանցքն էլ, Տրիպն էլ, Սյունիքի մարզը, Վայոց-Ձորը կգրավի, դա չի նշանակում, որ դա կդարձնի Իրան, շատ կարող է ինքը գրավի, քշի տեղից հայերին, բերի փախստական ադրբեջանցիներ կամ նրանք, ովքեր Հայաստանից գնացել են, նրան ջառանգներին ուժով կբերի այդտեղ, ինչպես նաև Վարդենից եւ Կրասնոդարսկ, որպեսզի Սևանի արևելյան ափը Իրան լինի։ Եվ ասի, հա, սա Հայաստանի ուղղակի բնակեցված է ադրբեջանցիներով, դե յուրե Հայաստան, դե ֆակտո դա Միջանցք է Մեղրից մինչև ուրեմն Կրասնոդարսկ, մինչև Սևան։ Այդ դա պետք է հասկանալ։ Դրա համար կարծում եմ, որ այդ ասուլիսի ժամանակ այդ Իրանի հետ կապված հարցը չհնչեց, բայց ամեն դեպքում Քոչարյանն ասում էր, որ օրինակ Թրիփին անդրադառնալուց ասում էր, Թրիփը կարող է դառնալ սպառնալիք նկատի ունենալով հենց արևմտքի մասնավորապես Միացյալ Նահանգների ներկայությունը այդտեղ Իրանի հետ կապված գործընթացներում։ Եվ շատ ճիշտ էր ասում, ուղղակի ոչ թե կարող է դառնալ, այլ դառնալու է։ Իսկ ոչ թե հարցականով է պետք է դնել, այլ շեշտով է պետք նախադասությունը ձևակերպել, որտեղ այո դառնալու է, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Խամենեի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ակբար Վելայեթին բաց այդ ասաց, Թրիփ թե Զանգեզուրի Միջանցք նույն բանն է։ Դա արևմուտքի ձեռքին գործիք է, թուրանական աշխարհի ճանապարհն է, Թուրքիա
Արևմտյան Ադրբեջան կենտրոնական, այսինքն Իրանի հյուսիս շրջափակող, որին միանում են բնականաբար Միացյալ Նահանգները եւ բնականաբար Իսրայելը, որ Ադրբեջան բավական ազդեցիկ է, եւ դա Իրանի հյուսիս-հարավ ճանապարհը փակող այս տարածքն է, որը փակում է Իրան, Հայաստան, Վրաստան, Սևծով, Եվրոմիություն այդ գիծը, ինչպես նաև Իրան, Հայաստան, Վրաստան եւ Ռուսաստան այս ճանապարհը։ Իհարկե կա նաև այլ ճանապարհ՝ Իրան, Ադրբեջան, Ռուսաստան, սակայն Ադրբեջանը դա ինքնուրույն պետություն չէ, դա Թուրքիայի շարունակություն է, որտեղ շատ ուժեղ է բրիտանական ազդեցությունը եւ Իսրայելի ազդեցությունը, որոնք կարող են փակել այդ ճանապարհը, դրա համար Հայաստանը միակ քրիստոնյա ոչ մուսուլման երկիրն է, որը էական 42 կիլոմետր է, բայց էական նշանակություն ունի։ Այո, թրիպը դա բավականին վտանգ է ներկայացնում այս ձևով Իրանի համար եւ երբ որ հարց են տալի թե ինչպես է թրիպը վտանգ ներկայացնում, շատ բարձր այնտեղ կա օպերատոր, որը չգիտեք ով է լինելու, ասենք, որոնք կառավարելու այդ ճանապարհը, իսկ վստահ եք, որ այդ օպերատորները թույլ են տալու, որ ցանկացած ժամանակ իրանական, ասենք, բեռնատարները այդ ճանապարհով թրիպով անցնեն։ Իսկ միգուցե այնպեսի մեծ հարկեր են դնում, որ դու չես կարողանում անցնել, իսկ միգուցե թույլ են տալու։ Բայց հարցերում Հայաստանի իշխանությունն ասում է մենք դերակատարում ենք։ Հայաստանի իշխանությունը ոչ մի հարցում, ոչ մի դերակատարություն չունի։ Վետո իրավունքի մասին։ Ոչ մի բան չունի։ Ուղղակի ոչ մի բան, կարևոր չի ինչ է գրած։ Մենք խոսում ենք դե ֆակտո եւ ոչ թե դե յուրե թղթի վրա ինչ է գրած։ Դե ֆակտո Մադուրոն Վենեսուելայի նախագահն է, դե յուրե։ Իսկ դե ֆակտո նա արդեն Նյու Յորքի բանտի, ուրեմն, կալանավոր է։ Ահա դե յուրե եւ դե ֆակտոյի տարբերություն է, այնպես որ Հայաստանի ղեկավարությունը ինչ կասի թե չի ասի, դա նշանակություն չունի։ Այդ օպերատորը կարող է շատ հանգիստ արգելել, կխոչեն դոտեր ստեղծել, դիտարկումներ անել, տեսնել թե դու ինչ է տանում Իրանը, կամ ինչ չի տանում Իրանը, իսկ միգուցե այստեղ ինչ որ այլ ճանապարհներ կա, ասենք ինչ որ տանելու խնդիր կա, որոնք ցանկալի չի որ տանի Իրան, ասենք Եվրոպա եւ այլ, միգուցե ճանապարհները խոչեն դոտեր ստեղծի եւ դա կանի հաստատ, հասկացեք, հիմա ԱՄՆ-ի համար թիվ 1 խնդիրը այս պահի դրությամբ Չինաստանի դեմ պայքարն է։ Չինաստանի դեմ պայքար նշանակում է Չինաստանի բոլոր ռեսուրսային երկրները վերացնել։ Մեկը հաջողվեց Վենեսուելա, որի նավթի 85%-ը տալիս է Չինաստանին, ճիշտ է դա Չինաստանի համար իր արտաքին գնաց նավթի 6% էր, բայց ամեն դեպքում դա էական չէր Չինաստանի համար, Վենեսուելայի համար էական էր, բայց փակվեցի։ Երկրորդը Իրանն է, Իրանը փակելու այդ տրիպը մեկ խնդիր է ընդամենը լուծում։ Դա Իրանի թուրքական աշխարհը արդեն նշեցինք եւ Ամերիկայի տվյալ դեպքում նրանք շահերը համընկնում են եւ դա բիզնես պրոյեկտ չէ եւ ճիշտ է ասում նախագահան, երկրորդ որ դա բիզնես պրոյեկտ չի մտածել։ Այո, ձևակերպումը հետեւյալն էր, որ դա տնտեսապես ոչինչ չի տալու Միացյալ Նահանգները, բայց քաղաքականապես նա հարցեր է լուծելու Իրանի հետ կապված։ Այսպես էր անում։ Եվ շատ ճիշտ ձևակերպեց, դա Թուրքիա եւ Ադրբեջան բան է, ճանապարհն է, այդ թրիպը հայ-ամերիկյան ճանապարհն է Թուրքիա-Ադրբեջան շահերի համար, իհարկե նաեւ ավելացնենք Իսրայել եւ ավելացնենք նաեւ Միացյալ Նահանգներ։ Այո, դա հյուսիսից Իրանը փակելու ճանապարհն է, որ հիմա անում է, ինչու են փակում Իրանին, որովհետեւ Իրանը դա Չինաստանի համար նավթի եւ գազի խոշոր պահեստ է եւ խնդիր է դրված Չինաստանին զրկել իրանական նավթից գազի ռեսուրսից, որպեսզի նրա տնտեսությունը մեծ թափերով չզարգանա եւ չհասնի Ամերիկան ու չհասնի Ամերիկան։ Դրա համար ռեսուրսից պետք է զրկել։ Այդ ռեսուրսից զրկելու ճանապարհներից մեկը այդ փուջուրի թրիպն է, որ թվում է ընդամենը 43 կիլոմետր է, բայց նա էական դերակատարություն ունի, որովհետեւ եթե դա փակում է, ստիպված է լինում Իրանը մենակ Պարսից ծոցով, այնտեղ Սուեզի ջրանցքով, այնտեղ Հատկական օվկիանոս, Կարմիր ծով, Սուեզի ջրանցք գնալ դեպի Եվրոպա, իսկ այդտեղ Իսրայելը կարող է շատ հանգիստ իրանական նավերին ուղղակի թույլ չտա անցնելու։ Ուրեմն իրանական նավերը դե պատկերացեք ոնց պիտի գնան Աֆրիկայով պատտվեն, գան հասնեն միջև ուրեմն Եվրոպա, բա ինքնարժեք ապրանքի եւ այլն, ճանապարհի ծախս, ճանապարհի ժամկետ եւ այլն, դա խնդիրներ է բերում։ Երբ որ դու ընդամենը այստեղ այս տրիպը փակում ես, այս է տրիպի ընդամենը խնդիրը։ Եվ սա ինչի համար է վտանգավոր, որտեվ եթե Իրանը տեսավ, որտեվ նախագահն ասում է կարող է ստեղծել, չէ՞ վտանգը։ Իսկ եթե վստահ եք, որ եթե Իրանը իրոք տեսավ, որ օպերատորը խանգարում է, ասենք մեկ էլ ինչ-որ մի անհայտ տեղից մի անօթաչո թռչող սաղ չի գա, խփետ օպերատորին ու սպանի, ասենք, այդ օպերատորի ովքեր ճանապարհն են կառում։ Ինչ-որ մի տեղից ինչ-որ մի բան է, անօթաչու բեսպիլոտնիկ է, իսկ Իրանում այնքան է զարգացած այդ ասենք ռազմարտունաբերության այդ ճյուղը անօթաչուն, ասենք թռչող սարքերի։ Բախման հարթակ է ստեղծում։ Բախման հարթակ եւ ոչ միայն քաղաքական բախման, ռազմական բախման հարթակ կարող է լինել դա։
Իրանի մասով չնայած ձեր կարծիքով այդքան շատ չբացվեց, բայց փոխարենը Ռուսաստանի մասով բավականին հետարքիր հայտարարություններ հնչեցին նույն հիբրիդային պատերազմի մասով եւ նախագահն ասում էր, որ եթե օրինակ Ռուսաստանը ուզի մի ձեռքի շարժումով կարող է Հայաստանում լրիվ այլ տրամադրություններ ստեղծել եւ Հայաստանի հետ կապված լրիվ այլ իրավիճակ կարող է լինել։ Գիտեք, Ռուսաստանը բաց է թողել այն պահը, երբ որ կարող էր ազդել Հայաստանում հասարակական կարծիքի ձևավորման վրա։ Ես հասկանում եմ, իր նախագահը նշեց, որ կարող է ԱՄՆ-ի նման Ռուսաստանը եւ ինքը իրավականանում կարող է իրավունք ունենալ, ասել, որ գիտեք, ինչ եթե դուք թրիփ եք անում, որը յատամե տարածք է մտնում առանց ֆիզիկական զննումի ինչ որ ապրանք է գնում, այսինքն յատամե տարածքով անորոշ ցակման ապրանքը, չգիտեմ, ռենտգենով թե որտեղով ուրեմն դա նշանակություն չունի։ Դուք չգիտեք ինչ ապրանք է գնում յատամի տարածքով, կարող է գնում է Մեղրի մոտով, Բարսանում գնում է Զվարթոց, օտանավական տեղից էլ ասենք Աղդամի, չգիտեմ, Պորտվեյնը գնում է դեպի ուրեմն Մոսկվա եւ այնտեղ գնում է ինչ-որ մեծ մոսկովյան քաղաքից մեկում անօրինական վաճառում եւ մարդ է դրանց խմում ու թունավորվում, որը չի կարող անցնել Ադրբեջան-Ռուսաստան սահմանից։ Վստահ եք, որ այդպիսի ապրանք չի գնում։ Ես պայմանական ինչ-որ վերացական բան եմ ասում, կամ ինչ-որ ուրիշ ապրանք, որը չի վերահսկվում, չի հաշվառվում ԵԱՏՄ ընդհանուր մաքսային կառուցում չէ, որովհետև ինչպես հասկանում ենք արդեն, դա անխոչնդոտ ճանապարհ է լինելու, այսինքն սահմանապահը եւ մաքսավորը այնտեղ չեն կանգնելու եւ ուրեմն ստուգեն։ Եվ բնականաբար, Ռուսաստանը ելելով դրանց կարող է փորձել, ինչպես նախագահը նշեց, առևտրի մեջ, ասենք 25%-ից մաքս մտցնել, Երեք ԵԽԽՎ-ում Հայաստանի արտգործնախարարը այդ հիբրիդային պատերազմի, այսպես ասած, այլ ձևակերպում տվեց, ասաց, որ ազատության թշնամիները խանգարում են Հայաստանի եւ ժողովրդավարությանը եւ նաեւ գալիք ընտրություններում իրեն կարող են խնդիրներ ստեղծել, նույն լրատվամիջոցների մատնանշեց, որ լրատվամիջոցներով կարող են այդ ամեն ինչը իրականացնել։ Հիմա ազատության թշնամիները, բայց ուղիղ չի ասում։ Այ խնդիրն էստեղ է, վերջին շրջանում Հայաստանի իշխանությունը ուղիղ չի ասում, ով է հիբրիդային պատերազմ վարում Հայաստանի դեմ, ով է ազատության թշնամին, այսինքն որ երկիրն է։ Իրենք փորձում են ակնարկներով հասկացնել, բայց խուսափում են ուղիղ նշել Ռուսաստանի մասին։ Ավատար ժամանակը դեռ չի եկել միգուցե։ Միգուցե ժամանակը դեռ չի եկել եւ պարտադիր չի, որ ասենք, արտգործնախարարը ԵԽԽՎ-ում ասի, որ ահա ասենք Ռուսաստանն է դա կարող է ասենք ընտրությունից առաջ բերել ԿՊ-ամետ ինչ որ հասարակական գործիչ կամ արևմտամետ մի գործիչ, որը կնստի ասենք ՀՄԿ-ում եւ կասի, որ Ռուսաստանն է մեղավոր, այսինքն այդ բացը կլրացնի։ Հիմա շատ են խոսում նաեւ այդ ԵԽԽՎ-ի բանաձևի մասին, նաեւ քննադատում են ընդդիմությունը եւ այլն։ Մեկ հատ մի հիշեք, ազգային ժողովի ընտրություններ, հատկապես 2022 թվականից հետո երբ որ ընդհանրապես տեղ ունենում ԱՊՀ տարածքում ընտրություններ, Մոլդովական կլինի, Հայաստան կլինի եւ այլն, այս ընտրությունները ի տարբերություն թիմ ընտրությունների, ասենք Գյումրի, Վանաձոր, Փարաքյար եւ այլն, դրա քաղաքական ուժերի պայքար չէ, դա աշխարհակաղակական պայքար է, որոնք ասենք ընդդիմություն ԿՊ պայքար է, միջնորդավորված արևմուտք Ռուսաստան, միգուցե նաև Իրան լինի, այս կողմից, այսինքն արևելք-արևմուտք պայքարն է գնալու։ Դրա համար կարելի է ասել, որ սա բացառիկ ընտրություն է, որ երբևէ այսքան արտաքին միջամտություն չի եղել։ Այո, որտեղ 22 թվականը բացառիկ իրավիճակ է ստեղծել աշխարհում, խոսքը վերաբերում է Ռուսաստան-Ուկրաինա ուրեմն ընթացող այս գործընթացների, նաև Տրամպի երբ որ Ամերիկայում Տրամպին բերեցին իշխանության գլուխ, եւ ոչ թե Տրամպը ինքը եկավ, այլ խորհրդային պետությունը փոխում է Ամերիկա արտաքին քաղաքականությունը երկար ժամանակով ամբողջովին, բայց դա մեջ չխորանանք, բերեց իշխանության գլուխ Տրամպն էլ եւ իր արժեվ դրեց ծրագիր, որը Տրամպը պետք է անի, Տրամպը այդ ծրագիրը անում է, ինքը Եվրոատլանտյան դաշինքը մասնակիորեն մի կողմ է դնում եւ ասենք իր նոր թիրախներ ունի, բայց դրա մեջ չխորանանք։ Դա մի քիչ առանձին հարց է։ Հիմա այո, այս ընտրությունները ազգային ժողովի շատ մեծ է լինելու աշխարհակաղակական գործոնը եւ ամենայն հավանականությամբ ոնց որ թե հիմիկվանից արդեն երևում է, որ ընտրությունների հիմնական քարոզարշավը լինելու է, չնայած կարող է տարբեր ուժեր փորձեն ինչ որ այլ ձևով ներկայացնել, բայց իշխանությունների կողմից ոնց որ թե տեսնում եմ հիմնական պայքարը լինելու է։ Ուզում եք ապրել լիաթոք, հարուստ, չաղ, ուրախ, բախտավոր Եվրոպայում, թե դժբախտ Ռուսաստանում, որը պատերազում է, մեզ ուզում է կործանել, գաղութ սարքել, ծայրագավառ դարձել, այսինքն ռուսական հակառուսականություն, արևմտամետ ռուսամետություն այդ հակամարտությունն են դնելու իրենց ուրեմն քարոզարշավի հիմքում եւ իրենց ներկայացուցածվելու են Եվրոպայի հետ
իսկ մնացած ուժերին Ռուսաստանի հետ, որը վատն է, պատերազմ է, դժբախտ է, աղքատ է, ամեն վատն է, իսկ Եվրամիությունը ամեն լավն է, այսինքն լավ ու վատը այս կոնտեքստում է դնելու։ Իրանք օրակարգը դա են տանելու։ Հիմա կհաջողի ընդդիմությանը ուրիշ օրակարգ անել չեմ կարողացել, բայց ոնց որ թե դա ենք տեսնում, որ դե այդ օրակարգն է գնում եւ արտգործնախարարի ելույթը ամբողջովին տեղավորվում է այդ համատեքստում, դրա մի իմաստ է ուրեմն հանդիսանում եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԽՎՐ խորհուրդը եւ ընդհանրապես պետք է հաշվի առնենք մի կարևոր հանգամանք եվրոպական բոլոր կառույցները ԵԽԽՎ, Վենետիկի հանձնաժողով, Հայաստան Եվրոմիության ներկայացություն, ԵՀԿ եւ մնացած բոլոր եվրոպական կառույցները բոլորը աչք են փակելու Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած գործընթացների վրա, լինի դա եկեղեցու դեպքում բոլորը հասկանալի հակօրինական բոլորի վրա աչք են փակելու, որովհետև իրանց առջև խնդիր է դրված ցանկացած ձևով հասնել նրան, որպեսզի Հայաստանում մնա այն քաղաքական ուժը, որը իրենց ենթակա է լինելու, որտեղ իրանք ես նախորդ անգամ էլ ասել եմ, իրանք ստեղծել են մի մեծ տարածաշրջան, այսպես այնտեղ Մոլդովա, Ռումինիա, Բուլղարիա, Սևծով, Հարավային Կովկաս, կենտրոնական Ասիա, որը այսպես հարվածող տառան, ասենք, լինելու է Ռուսաստանի դեմ եւ ինչ որ չափով նաեւ Իրանի դեմ։ Սա բխում է եվրոպական գլոբալիստների, Գերմանիա ազգայնականների, Եվրոպայից դուրս եկած բրիտանացի գլոբալիստների, նաեւ ֆրանսիացի, որոնք գլոբալիստների, ասենք, իրանց նաեւ տարածքն է Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի, իհարկե ամեն մեկը տարբեր չափահատվածներով, բայց ընդհանուր մի տարածքում, այս իրավիճակում շատ անհավասար իրավիճակում չի հայտնվել ընդդիմությունը։ Մի կողմից իշխանական լծակները, արտաքին միջամտությունը իշխանության համար գումարներ են գալիս դրա համար Եվրամիության։ Ոչ միայն գումարներ են գալիս, այլև կայակալած ասած, մենք 15 միլիոն տալու ենք, 15 միլիոն եվրո, բայց մենք չգիտենք, դա 15 միլիոն հայտարարված են տալի, թե միգուցե տակից էլ մի 150 միլիոն են տալու։ Գումարած վերջերս Մայա Սանդուն, Մոլդովայի նախագահն ինչ նշեց, որ արդեն Մոլդովայի ուրեմն տեղեկատվական անվտանգության ծառայությունը, այսինքն մոտապես իրենց ԱԱՑ-ն արդեն ինչ որ համագործակցում է Հայաստանի ԱԱՑ-ի հետ, այսպես ապատեղեկատվական հոսքերի դեմ, ինչպես արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշում, չէ, իրանց դեմ այս լրատվամիջոցները փորձելու են ինչ-որ ապատեղեկատվություն տարածել եւ այլն, եւ չի բացառվում, որ մոլդովական տարբերակ սցենարի նաեւ լրատվական դաշտում այդ բանը կիրառած տեխնոլոգիան, դա էլ բացատրենք ինչ է նշանակում, դա նշանակում է բոլոր այն լրատվամիջոցները, որոնք չեն տեղավորվում իշխող քաղաքական ուժի կամ նրանց աջակից արևմտամետ հոսանքի մեջ, նրանք խնդիրներ կունենան, խնդիրներ ունենալ տարբեր ձևով կարող է լինել, հարկային տեսչություն ստուգում, ժամանակավոր կասեցում, եթերազրկում եւ մնացած ուրեմն գործընթացներ։ Հիմա երբ որ անհավասար պայքար է, ընդդիմությունը ինչպես պետք է այս պահին աշխատի, այսինքն այս մի կողմից հզոր աջակցությունը արտաքին ուժերի եւ ֆինանսական եւ ոչ միայն ֆինանսական, տնտեսական, քաղաքական, դիվանագիտական։ Ընդդիմությունը, չնայած իշխանությունն ասում է ձերն է Ռուսաստանն է ձեզ օգնում, բայց եթե ընդդիմությունը միայն լավ ենթադրենք Ռուսաստանն է, այս պայքարում ով կարող է հաղթել, ով կարող է ընտրություններում հաջողություններ գրանցել։ Ով որ խելք ունի։ Ով որ ցանկություն ունի առաջին հերթին իշխանությունը բանանելու, վերցնելու։ Գիտեք, սենց է, ցանկացած իրավիճակում միշտ կա ընտրելու հնարավորություն, ցանկացած իրավիճակում։ Եթե դուք ինչ-որ մի բան եք ուզում անել, դուք փնտրում եք հնարքներ, հնարավորություններ, ինչպես դա անել։ Եթե դուք չեք ուզում ինչ-որ մի բան անել, դուք սկսեք փնտրել պատճառներ, թե ինչու դա հնարավոր չի անել։ Հիմա սկսենք նրանից։ Ընդդիմությունը ինչ է փնտրում։ Հնարավորություններ դա անելու, թե պատճառներ, որ ասել դե գիտեք, այսքան ծավալով էր, այսքան ուժեղ, մենք հազիվ ապագա ազգային ժողովում հազիվ 15 տեղ վերցեցինք, որովհետև պատկերացեք ում դեմ ենք պայքարում։ Այսինքն եթե պայքարում են ընդդիմություն դառնալու համար մեկ բան է, բայց եթե պայքարում են իշխանության համար դա լրիվ ուրիշ բան է։
Դրանք տարբեր ստրատեգիաներ են պահանջում։ Եթե դու պայքարում ես ընդդիմություն մնալու համար, դու մոլդովական սցենարով ես առաջնորդում, որտեղ ամեն դեպքում խորհրդանում ընդդիմություն լինելու է։ Հիմա չեմ կարող ասել ինչքան, որ ուժերը ինչ կլեն, իդեպ երբ որ ասում են ընդդիմություն, պետք չի հասկանալ միայն երկրորդ նախագահ, հա, կամ Սամվել Կարապետյանին մեր ձևով շարժում։ Ընդդիմությունը նաև ասենք արևմտամետել են ընդդիմություն, որոնք իշխանունակ հանրապետություն կուսակցությունը Երևանում իրանք համագործակցում, բայց քաղաքապետի բանով էլ, բայց ասենք կառավարությունում հանրապետություն կուսակցության անդամ չկա, այսինքն դե յուրե նրանք ընդդիմություն են, հանրապետություն կուսակցություն, Սասնա ծռեր, Եվրոատլանտյան ասոցիացիում, այնտեղ ելով արևմտամետեր, մնացած ուրեմն արևմտամետեր, այսպես թե անպես նրանք բոլորը ընդդիմություն են այս քաղաքական ուժին։ Մեկը իհարկե կարող է մեկը մյուսին մի քիչ լավ վերաբերի, վատ վերաբերի, դնենք մի կողմ, նրանք ընդդիմություն են հիմա։ Նրանք էլ են ընդդիմություն, այսինքն նրանք էլ կարող է հայտնվեն խորհրդարանում, այսինքն պետք չի մտածել, որ ընդդիմություն ասելով պետք է պարտադիր հասկանանք, չգիտեմ, Հայաստան դաշինք պատիվ ունեմ կամ ինչ որ Հայաստան դաշինք, չէ, կարող է այդ գործընթացներ լինի։ Իսկ դա նշանակում է, եթե դու ուզում ես ընդդիմություն մնալ, գնում ես մոլդովական սցենարով, եթե դու ուզում ես իշխանության գալ, դու գնում ես մշակում ես այլ սցենար սահմանադրության շրջանակներում, քեզ հնարավորություն է տալիս իշխանապողություն անել։ Կուզես փետրվարին, կուզես մարտ, կուզես ապրիլ, ուղղակի ինչքան ես մոտենում է հունիս 7-ը, այնքան դա ավելի ուրեմն բարդանում է, ավելի ուրեմն խնդիր է բանանում, ստեղծում։ Իսկ ընտրություններով իշխանություն կարող ես վերցնել։ Գիտեք, Հայաստանում վերջի 30 Սկսած 95 թվականից դա չի հաջողվել, երբ որ անկախ Հայաստանում ընտրություններն խորհրդանական ընտրություն են տեղի ունեցել, եթե դու չես եղել արդեն գործադիր իշխանություն, դու խորհրդանում իշխանություն չես վերցրել։ Ասում է Քոչարյանը, որ շանս ունի ընդդիմությունը իշխանությունը վերցնելու, եթե խոշոր դաշինքներ լինեն եւ քիչ ուժեր մասնակցեն ընտրություններին, մոտ ասում է 10 ուժ, որպեսզի կարողանան այդ մեծ բևեռներ ստեղծել եւ իշխանությունը այդ պարագայում հնարավոր է անցնի ընդդիմության ձեռքը, նկատի ունի հավանաբար հետ ընտրական իրավիճակում կոալիցիաները։ Այս տարբերակ այդ աշխատելու է։ Նայեք, այդ տարբերակը պիտի բաժանենք մի կարևոր բան այդ կետի, առանձնացնենք մի կարևոր կետ այդ տարբերակի մեջ, որտեղ դա փաստացի ոնց որ թե Գյումրի տարբերակն է։ Նայեք, Գյումրին դա թիմ ընտրություն է, Գյումրին, Փարաքյար եւ այլն, հա, ասենք Գյումրին ավելի շատ երևաց էլի։ Եվ ավելի շատ լոկալ ընտրություն։ Հա, Գյումրին տեղական մարմնի ընտրությունն է, այստեղ աշխարհակահաղական ընտրություն չէ, ազգային ժողովը աշխարհակահաղական է։ Գյումրի ընտրությունը ոչ Ռուսաստան էր մասնակցում, ոչ ուրեմն բան էր մասնակցում, Եվրոմիությունն էր, ոչ Վարդան Ղուկասյանին համարում է Ռուսաստանի տեխնատու դուք։ Չէ, իշխանություն շատ բան կարող համարել, նա Ռուսաստանի տեխնատու չէ, նա կոնկուրսի տեխնատու է, կոնկուրս որ Հայաստանում փաստացի գոյություն չուներ, չնայած Ռուսաստանի դեպ նշեմ, որ Պետդումայում արդեն կոնկուրսի ղեկավարի մակարդակով Վարդան Ղուկասյանի անունը նշվեց։ Վերջերս Մարիա Զախարովանն էլ Զախարովանն չէ, արտգործնախարարությունից ուղղակի Զուգանովը ինքը նշեց Վարդան Ղուկասյանին, եւ այսինքն հաշվի առնելով այդ կոմունիստական փաստը, ռուսական կողմը փաստորեն աշխարհական գործոն է դարձել մի խոսքով։ Չէ, հիմա արդեն սկսում է արդեն կապված ընտրությունների ձերբակալության, բայց զուտ որպես ընտրություններ նա թիմ ընտրություն է, Փարաքյար, Վանաձոր, Գյումրի, Գորիսկ նշանակություն չունի, բայց ազգային ժողովը դա աշխարհակական է, այսինքն էական տարբերություն կա, սա մեկ, երկրորդ, հիմա դաշինքներին անդրադառնանք, նայեք, պետք է նշենք, որ ոչ բոլոր ուժերն են, չնայած նրանք անդիմադիր են, որ շահագրգռված են, որպեսզի իշխող քաղաքական ուժը փոխվի, որովհետև կան ուժեր, որոնք արդեն 31 թվի համար են, այսպես իրենց գործունեությունը պլանավորում, որ 31 թվականին մնա վարչապետը մինչև 31 թիվ, արդեն 31 թվականին ինքը ավարտած կլինի ամեն ինչ, Արցախի հարցը փակ է, Հայաստանը արդեն ամբողջովին արևմտյան ըստ իրենց այդ դրանց, արևմտյան այսպես ոնց են ասում, այդ ազդեցության տակ է կամ այդ ինտեգրացիոն համակարգերում է, այլևս ամեն ինչ վերջ է, ինքը էլ անելիք չունի, դրանից հետո արդեն հոգնածությունը շատ է գալիս, վարչապետը գնում է եւ այդ արևմտամետ ինչ որ մի հատ ուժ գալիս է ու շարունակում այդ քաղաքականությունը։ Բնականաբար նման ուժերի համար ցանկալի չէ, որ այս տարի վարչապետը փոխվի։ Դրա համար միշտ չէ, որ անգամ եթե ընդդիմադիր են, նրանք դեմ են վարչապետի փոփոխությանը, սա ուղղակի ընդունենք իգիտություն։ Հիմա կլնեն 6-7 ուժ, թե կլնեն անցյալ անգամ մոտ 26, եթե չեմ սխալվում, 25 թե 26 չեմ հիշում, 25-26 ուժ են, իսկ ով ասաց, որ հիմա դա չի լինելու, մեկ, որտև այսօր արդեն հաջողության համար պետք է քիչ լինի։ Չէ, ասեմ, քաղաքական ուժերը տարբեր նպատակներ են իրենց առջև դնում բանանելու այս ընտրությունների համար, բոլորը չեն, որ իշխանապողության հարց են դնում, կա քաղաքական ուժ, որ արդեն ասեցի, դնում է խնդիր, ընդամենը ունենալ ասենք 10 քանի հոգյանոց խմբակցություն,
որը կունենա լիդեր եւ այդ լիդերի ռասկրուտկայի ժամանակը կսկսվի ելույթներ Եվրոպա գնալ, իրեն ցույց տալ, որպեսզի 31 թվականին արդեն կայացված գործընթացը լինի։ Սա մեկ նպատակ։ Կա քաղաքական ուժ, որ կոնկրետ ասենք կարող է դա եզում անել։ Կա քաղաքական ուժ, որը սա միայն Հայաստանին չի վերաբերում։ Սա ընդհանուր է ներկայացնում խորհրդարանական ընտրությունները տարբեր աշխարհներում, ինչի համար են օգտագործում այնպես չի, որ բոլոր ուժերը ուզում են իշխանափոխություն։ Կա ուժ, որ ուզում է արդեն խորհրդարանում խմբակցություն ունենալ եւ այսպես թունդ դիմադիր լինելով պատրաստվել հաջորդ ընտրություններին։ Իրան պետք չի, որ հիմա իշխանությունը փոխվի, որտեղ դա իրան կխանգարի։ Կա քաղաքական ուժ, որը, ասենք, ընտրություններին ուզում է մասնակցել զուտ դրա համար, որպեսզի, ասենք, փյարվի եւ ինքը նորից իր քաղաքական դաշտում իր, ասենք, ինչ որ սեգմենտը ունենալ, խորհրդարան չի անցնի, բայց ինքը ինչ որ ընտրազանգված իրանով պահած կլինի, որպեսզի հետագայում նույնպես կարողանա ինչ որ դա արևմուտքին վաճառել կամ Ռուսաստանին վաճառել կամ X կամ Y ուժին վաճառել, դա ուրիշ խնդիր է։ Կան քաղաքական ուժեր, որոնք այո ուզում են ինչ որ կոալիցիաներ զուտ մտնելու համար, եթե կլինի իշխանության գալ լավ, չէ, այնտեղ մանդատ ունենա։ Հա, մանդատ կունենա, կնենց ինչ որ ապագա այդպես մեծ ծրագրեր չունենք, էլի վարչապետ դառնանք, բան դառնանք, չէ, ուղղակի ընդ մանդատ ունենք, Եվրոպա գնանք, ասենք, հիմա Հայաստան դաշինքն է գնում Եվրոպային, չի, ես չգնամ Եվրոպա։ Այսինքն կան տարբեր ուժեր, որոնք խնդիրներ ունեն, տարբեր խնդիրներ լուծում, բոլորը չեն, որ իշխանափոխության խնդիր են լուծում։ Սա հասկացանք։ Ըստ այդմ դուք չեք կարող, դա համար այդ հարցադրումը ինքնին ճիշտ չի, որ եթե 6-7 ուժ ունենանք իշխանափոխություն կանենք, բոլորը չեն, որ իշխանափոխություն են անում, դա նշանակում է 6-7 չի լինի, կլինի նաև այլ ուժեր, կան նաև ամբիցիոզ ուժեր, որովհետև կան քաղաքական, ասենք, կուսակցությունների ղեկավարներ, որոնց անդամների թիվը մեկից քիչ է եւ նրանք փաստացի այս առիթը չեն կարող վարչապետն իրենց կարծում ամբողջ կյանքում։ Հա, վարչապետ, նախագահ, կենտրոնական բանկի նախագահ, բոլոր նախարարները միասին վերցած էլի, ու սա իրանց համար են աստղային ժամն է, որպեսզի իրենց տաղանդավոր մտքերը ներկայացնեն հասարակությանը։ Եթե կուսակցությունն է մասնակցում, Փաշինյանը տվել է բավականին լավ այսպես առիթ իրենց, որովհետեւ իջեցրել է ՇՄ 5-ից 4% եւ բոլորը մտածում են, որ 4%-ն ինչ է, որ չհարթարեն։ Հա, 4%-ն ինչ է, որ կանցնենք։ Կան քաղաքական ուժեր, որոնք սա եմ ասում, տեսական օրեն է, ասենք ամբողջ աշխարհում է տարածված, դրանք կոչվում են դրածո քաղաքական ուժեր, որոնք հատուկ մտցնում են խաղի մեջ կոնկրետ խնդիրներ լուծել, նպատակներ ունենալ կամ խնդիրներ լուծելու համար, այսինքն ԿՊ-ն խոսքերն չի ուզում բաց այդ քննադատի X քաղաքական ուժին, փոխարենը մտցնում է ինչ որ, հա, Y քաղաքական ուժի, որը ամենակեղտոտ ձևով քննադատում է իսկ քաղաքական ուժին։ Դու սկսում ես քննադատել, ուրեմն Y քաղաքական ուժին, Y քաղաքական ուժի վարկանիշը բարձրանում է, քոնը իջնում է, իսկ ինքը մնում է որպես փոփուշ։ Ասում տեսեք, ընդ կռվում են, մենք դրանց հետ գործ չունենք, մենք լավն ենք։ Դու եթե չես քննադատում, ԿՊ-ն ես քննադատում, ոնց որ քեզ անդադ հոգեբանորեն ճնշում, դու չես կարող դիմանալ։ Քո վարկանիշն է իջացնում, դու ինչ որ մի ձևով պիտի պատասխանես։ Դու էլ քոնն ես պսևդո, այսպես քաղաքական ուժի մտնում ես։ Հիմա նաև բոլորին դեմ շարժում կա այտենց, որը ասում Դա ինչի համար է, ուրեմն երբ որ դու բոլորին դեմ ես, ուզում դառնան։ Հա, երբ որ դու բոլորին դեմ ես, դու մասնակցում ես, նայած ով է ֆինանսավորում տվյալ դեպքում, ես չգիտեմ, եթե ֆինանսավորում կա, իհարկե չեմ ուզում ոչ մեկին մեղադրանք ներկայացնել, առաջնորդվում են անմեղության կանխարգելվածով, բայց ես որ ասում եմ, աշխարհում կան այդ քաղաքական գործընթացներ, երբ որ վճարովի հատուկ կառույցներ են մտնում եւ ոչ միայն իշխանությունից, նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք միմյանց դեմ ինչ որ քարոզչություն անեն, սև քարոզչություն, իրանք Չերևան, կողքին Երևան, եւ կան նաեւ, հեսա բոլորի դեմը կասեմ, նաեւ կան այլ երևույթներ, երբ որ դու ուղարկի մտնում ես մի 15 քաղաքական ուժ, փող ես տալի դու իրանց, որոնք իրանք ոչ մեկին չեն քննադատում, իրանք ծրագրերն են ներկայացնում, իրանք ձայն են փոշիացնում, իրանք խնդիրն է ոչ թե կոմերցակցին քննադատելն է, այդ ձայն փոշիացնելն է։ Տարբեր ձևով մեկը ինչ որ բան ասում, սենց մյուսը հետարքի ծրագիր արճարկում, մեկը ասում սրանք քվեարկե, մեկը սա 0.5 է ստանում, սա 0.3 է ստանում, միասին մոտավորապես մի 8-9% են ստանում, այդ 8-9%-ի կեսը գնում է, ասենք իշխող քաղաքական ուժին, դե լրացուցիչ իրեն է։ Հիմա բոլորին դեմնել բնականաբար դա նույնականացնում է,
եկեք մեկը բոլորը նույնն են, իրանց մի քվեարկեք, եկեք մեզ քվեարկեք, մենք սա անցել ենք դեմ, նրանց ենք, մենք երրորդ ուժ ենք, մեզ ձայն տվեք, բնականաբար դու տատանվող ընտրազանգվածը, որը հաստատ չէր գնալու ԿՊ-ին, որտեվ էլ չուզում դրան քվեարկի, բայց կարող էր գնալ, ասենք, Հայաստան դաշինքին, մեր ձևով շարժմանը, պատիվ ունեմին, միավորված թևերեն, չէ՞, կարծեմ եմ ոնց է կոչում են։ Միասնության թևեր։ Միասնության թևերի եւ այլ դրանց գնալու փոխարեն գնում է քեզ։ Դու ստանում ես 3.5%, որից արդեն 1.5%-ը հաստատ գնում է բան այդ ԿՊ-ին։ Դու կարաս բան, այսինքն դա համար ասեմ, ընտրությունները տարբեր խնդիրներ են լուծում։ Այնպես չի որ միայն իշխանափոխության։ Հիմա սա մեկ, երկրորդ կարևոր հարցը, երբ որ ասում եք 6-7 դաշինք։ Գիտեք ինչ, կարևորը այն չի, թե քանի դաշինք է գրանցում, որտեղ ընտրությունից առաջ դուք կարող եք ասել մոտավորապես գաղափարաքաղաքական ուղղվածության, ասենք 5 դաշինք ձևավորվեց։ Խնդիրն է, այդ դաշինքներից որոնց անունը կլինի արդեն քվեաթերթիկում, իսկ դա արդեն ուրիշ հարց է, որոնց առաջին կգրանցեն, 1, թույլ կտան նորմալ քարոզարշավ, 2, երրորդ վերջին օրով կամ կեսից կամ վերջին օրով չեն հանի 3 այդ նույն մոլդովական սցենարով կամ ավելի վատ մոլդովական սցենարը ուրիշ վատ բանել կար կթողեն որ դու քվեարկես ստանաս 100,000 ձայն իսկ այդ դեպքում ԿՊ-ի ձայները իշտում են հետո կասեն որ գիտեք ինչ մենք տեսանք որ ինքը իր քարոզարշավում TikTok-ը սխալ է օգտագործել կամ դի ֆինանսավորել է ռուսական հատուկ ծառայությունները մենք հանում ենք նրա ձայները խաղի ձայներն ենք հանում հիմա պատկերացրեք X ծավալով ձայներից ասեն ԿՊ-ն էսքանը եթե դու 100,000-ը հանում ես օբշի պակասում է ԿՊ-ի ձայները շատանում է ինչպես մոլդովական սցենարն եղավ դա էլ կարող են անել դրա համար խնդիրը 5-6 դաշինքը չի խնդիրը ինչքանով ազնիվ կգնա ընտրական գործընթացը այս սա է Շնորհակալ եմ